Գրքով շատ բան կարող ենք չպատկերացնել, բայց սակայն մանրադիտակով ամեն ինչը զննելով, ամեն ինչը ուսումնասիրելով մենք ավելի լավ ենք պատկերացնում այդ ամեն ինչը։ Նախագծայինի ընթացքում տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական աշխատանքով, իսկ դասարանի տեխնիկական նոր հնարավորությունները դպրոցականներին զինում են նոր գիտելիքներով։ Հիմա մենք ցանկ ենք կատարել եւ պետք է հետևենք, ջրենք այդ բույսերը, որպեսզի դրանք հաջեն եւ հետո մենք վերջնարարությունը դիտարկենք։ Մեր խմբի երեխաները պատրաստել էին պրեպարատ, որը ճզմել էին ցորենը եւ այսպեսով մենք դնելով մանրադիտակի մեջ կարողացանք տեսնել ցորենի մեջի սպիտակուցները։ Աննայի մոտ կարծես ստացվել է։ Սերմնահատիկի մանրադիտակային զննության հնարավորությունն օգնում է ոչ միայն ավելի հեշտ յուրացնել տվյալ թեման, այլև մղում նոր հետաքրքիր ուսումնասիրությունների։ Հաճախ հենց աշակերտներն են դառնում այս կամ այն գործնական աշխատանքի նախաձեռնողը։ Կենսաբանության այսպիսի դասերը շատերի համար դառնում են կողմնորոշիչ մասնագիտության ընտրության հարցում։ Սարքերը նպաստում են մոտիվացիային եւ շատ դեպքեր ենք ունեցել, որ հենց հետազոտությունների, փոքրիկ գործնական աշխատանքների դիտողական դասերի արդյունքում մոտեցել են, որ ինչ հետաքրքիր է, ես մեծ սիրով կդառնամ բժիշկ, մանրէաբան, ինչու ոչ նաեւ կենսաբան։ Աբովյանի երկրորդ հիմնական դպրոցը մոտ 1 տարի առաջ է շահագործման հանձնվել։ 1600-ից ավելի երեխա է սովորում Կոտայքի մարզի նորակառույց ամենամեծ դպրոցում։ Հին դպրոցի փոխարեն բոլորովին այլ կառույց է հիմա, ոչ միայն ավելի մեծ մակերեսով, այլև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հագեցած կրթական նոր հնարավորություններով։ Ամփոփման դասին օգտագործեցինք մեր լուսային ճառագայթների անդրադարձումը, բեկումը եւ ուղղագիծ տարածումը ցուցադրող սարքերը, մինչ այդ չունեինք, խնդիրներ էր առաջանում, գծագիրը գծում էին, չէին պատկերացնում այդ գծագիրը իսկապես այն արդյունքը տալիս է արդյոք թե ոչ։ Օպտիկա թեմայի ամփոփումն է։ Ճառագայթների անդրադարձման ձևերին սեփական աչքով հետևելու, թե որ դեպքում ինչ է տեղի ունենում, սարքերի միջոցով տեսնելու, համոզվելու հնարավորությունը 9-րդի Մանեին օգնել է բարդ թվացող թեման արագ ընկալել։ Ես շատ լավ պատկերացնում եմ այս թեման։ Այստեղ ճառագայթները գալիս են, ընկնում են հավաքով ոսպնյակի վրա, ու այստեղ ավելի փոքր ու շրջված պատկերն է երևում։ Քիմիայի դասին էլ աշակերտներն արդեն իրենք են հավաքում փորձի համար անհրաժեշտ շղթան։ Պետք է հետևեն, ինչպես է կալիումի պերմանգանատից անջատվում ջուրը։ Երեխաներ, ինչպես տեսնում եք, արդեն սկսում է մեր զույգը եղալ, գոլորշին բարձրանում է վերև, մտնելով սառնարան, արդեն դուք այստեղ տեսնում եք փոքրիկ բխբջակներ, եւ այս ներքին մասում կաթում է եւ այս զույգից առանձնանում է ջուրը։ Ոչ միայն բնագիտական առարկաների լաբորատորիաները, այլև մյուս դասարանները ևս զինված են անհրաժեշտ գույքով, դասն ու դպրոցը հետաքրքիր դարձնելու բոլոր պայմանները կան, նույնիսկ կենդանիներ պահելու, խնամելու հնարավորություն ունեն։ Երեխաները հիմա ոչ միայն հաճույքով դասի են շտապում, այլև հաճախ մնում են երկար դասերից հետո էլ։